Իսկ ով է ծեծել։ Իսկ ով է Նորքի թաղապետը։ Ով է Նորքի թաղապետը։ Շատ լավ, այդ շատ կարևոր է, որպեսզի արձագանքենք, որ մեր կոալիցիոն գործընկեր է, սա մեկ։ Երկրորդը մենք դատապարտել ենք դա, մեզ համար դա ընդունելի վարքագիծ եւ կանոն չէ։ Սա մենք չենք կարող այլ քաղաքական ուժի ներկայացուցիչ, մեկ այլ քաղաքական ուժի ներկայացուցիչ քաղաքական պատժի ներկայացնել բացառությամբ դրան տալը քաղաքական գնահատական։ Սա մեկ, ինչ վերաբերում է իրավական գնահատական միանշանակ կտրվի այդ ամեն ինչին, քաղաքական գնահատականը մենք տվել ենք արդեն եւ դա մեզ համար ընդունելի չէ եւ դատապարտելի է եւ քաղաքական գնահատականի շարունակող գործողություն կարող է լինել եւ կլիներ եթե այդ մարդը լիներ օրինակ քաղաքացիական պայմանագիր կուսակցության անդամ բայց մենք Նիկոլ Փաշինյանի կանգնեցին փաստի առաջ այն մասով օրինակ ազգային ժողովի քաղաքացիական պայմանագիր կուսակցության ներկայացուցիչ նախկին պատգամավոր Միլեն Գաբրիելյանը երկրին դրսևորել էր հանրային պաշտոնյանին ոչ պատշաճ վարքագիծ մանդատը վայր դրեց փառական խոշորացված համայնքի նախկին ղեկավարով քրեական գործի շրջանակներում էր ներգրաված հրաժարական տվեց որպեսզի միջամտություն չդիտարկվի առավել եւս այդքանից հետո այդ հարցը ինչ է տալիս ինձ ասում են ինչ է տալիս որովհետեւ կանգնեցել է փաստի առաջ մարդը ով ծեծել է քաղաքացուն ընդ որում ուղիղ եթերով եւ անցնում է գործով քրեական գործով անցնում ընդհանրապես ֆիզիկական ներգործություն կատարելու հոդվածով շարունակում է պաշտոնավարել եւ ընդհանրապես ասել է որ սադրանք է եղել սադրանքի պետք է չտրվել Հարգելի գործընկերներ 3 վարչապետը առավել քան մանրամասն եւ հստակ դրա մասին նշեց հիմա ես ինչ եք տալիս մի հարց որի լավագույն պատասխանը կարող է լինել երեկվա վարչապետի պատասխանը բառ առ բառ կրկնել է չեմ ուզում նույն պատասխանն է նույն պատասխանը ես հիշեցնում որ նույն պատասխանը թիմն է քաղաքապետարանը նշանակել է մարդու ինքն է նշանակել ես ասացի արդեն մեր գնահատականը նշված իրավիճակին հետեւյալ նույնն է չի փոխվել եւ չի էլ փոխվելու եթե նախկինում այդպեսի դեպք լիներ դուք հիմա ինչքան ակցիաներ կանեք ինչպես առավոտից ես կրկնում եմ մենք նման դեպքերին արձագանքում ենք եւ եթե վերաբերվում է դա մեր կուսակցության անդամներին արձագանքել ենք որի մասին երկու դրվագ նշեցիք բայց ավելի շատ դրվագներ էլ եղել եւ կրկնում եմ նախ նշեմ որ ցանկացած դրվագ ինքը բնության մեջ կարող է տեղի ունենալ բայց քաղաքական ուժերը հենց նաեւ նրա համար է որ իրեն եւ քաղաքական գործիչները որ իրանք եթե անգամ սովորական իրավիճակում նման դրվագ երբ որ անգամ տեղի ունեն այդ մարդը գրում է քաղաքական ուժը գրում է դրա պատասխանատվությունը չէ՞ գրել ինչով է գրել հիմա դուք ինչով եք գրել օրինակ տեսնեն Տիգրան Մարգարյանի օրինակը ասեն ծեծեց ներողություն խնդրեց շարունակեց պաշտոնավարել ես կարծում եմ որ մենք առավել քան բավարար պատասխանել ենք այդ հարցին եւ կնույնիսկ կրկնում եմ քաղաքացիական պայմանագիր կուսակցության համար բռնությունը անթույլատրելի է քաղաքացիական պայմանագիր կուսակցության համար նմանատիպ վարքագիծը անընդունելի է եւ քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը քաղաքական պատասխանատվության է ենթարկել իր բոլոր այն անդամներին ովքեր այս կամ այն կերպ նմանատիպ դրվագներում հայտնվել են իրենց կամքից անկախ կամ ոչ անկախ դա անգամ էական չէ սա ներողություն դահլիճում հարցակում ընդդիմադիրների վրա ուծեցումը, որտեղ դուք շատ եք։ Եթե բռնությունը անթույլատրել է, այդպիսի դրվագներ կան, ո՞վ է երբեմն տեսել եք։ Ինչ դրվագներ ունեցան խոսում։ Իշխան Սաղաթելյանի վրա եք հարձակվել, Հայ Հակոբյանի վրա եք հարձակվել, Գեղամ Մանուկյանի վրա։ Եթե անթույլատրել է, ինչ չեք այդ մարդկանց հետ։ Երեք էլ էր։ Դրա մասով վիրավորում եք, լսել եք, չեք կարող, չէ՞ երկել։ Երբ լսել եք չէ 2021-ից հետո Վահագն Ալեքսանյանը խացով հարցակում այո դա դրվագ է եղել երբ որ դա դրվագ է եղել որտեղ մի վարքյան դա դրվագ է եղել որտեղ ամբիոնին կանգնած ազգային ժողովի նախկին պատգամավորը վիրավորական արտահայտություններ ինչեցել է հարցակվել է դուրս է եկել իր տեղից հարցակվել է այլ պատգամավորների վրա եւ այդ պատգամավորները հույս ունենալով որ այդ պատգամավորները չեն
պաշտպանվի, բայց այդ падգամավորները պաշտպանվել են ընդ որում բավականին հաջող, հիմա որի արդյունքում հայտնի բոքսյորը ձեր կողմից շատ սիրելի բավականին անցանկալի վիճակում էր հայտնվել։ Սիրելի բոքսյորներ չունեմ, բոքսով չեմ հետաքրքրում, չնայած քիքբոքսի գնացել եմ ու կարատեի։ Պարոն Պապյան, բայց Վահագն Ալեքսանյան, չգիտեմ, սպորտաձև եւ մասնակցում, տիրապետում գնացել։ Շնորհակալություն։ Երևի թե գյուղատնտեսության մասին էլ հարցեր չկան։